Բարի օր սիրելի լրատվականներ։ Սիրելի լրատվականներ։ Նախ ես կուզենայի ձեզ ներկայացնել մեր ծրագիրը։ Երկդաշինքը իշխանության գալուց հետո ինչ է անելու։ Մեր ծրագիրը ընդհանրական է եւ համապարփակ։ Մեր ծրագրում յուրաքանչյուր կետ կարևոր է։ Չկա անկարևոր կետ։ Մեր ծրագրում կամ բոլոր կետերը կատարվելու են, կամ անհնարին է որևէ կետ կատարել։ Եվ ընդհանրապես ժողովուրդ ջան, այս երկիրը հասել է այն վիճակին, որ որևէ ծրագիր այդպիսին է։ Եթե չկա նորմալ դպրոց, ուրեմն բանակում էլ կլինեն ոչ համարժեք հարաբերություններ զինվորների հետ։ Եթե չկա նորմալ դպրոց, նորմալ կրթություն, հետևաբար բարձրագույն կրթության մասին խոսք լինելը բարդ է լինելու, որովհետև ծնողները ստիպված են լինելու դպրոցից հետո գումարներ ծախսել, որ երեխաներին լրացուցիչ պարապելու տան։ Եթե չկա գիտություն, չկա նաև հզոր պետական, ռազմաարդյունաբերական տնտեսություն։ Իսկ մեր երկրի ելքը, մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսության վիճակն է։ Ինչի ձեռք ես տալիս այսօր ասում են բյուջեում փող չկա։ Ասում ես այս ինչ գործն անենք, ասում են ասեք փողը որտեղից։ Ասում ես այն ինչ բանն է պետք անել, ասում են փողը որտեղից։ Ասում ես թոշակներն է բարձրացնել պետք, ասում են ասեք տեղը որտեղից։ Այդ տեղը այս երկրի ներսում է։ Այդ տեղը այս երկիրը կառավարողների մեջ է։ Այդ տեղը գտնելու համար առաջին քայլը որ պիտի արվի, այդ արդար ընտրություններն են։ Որ պիտի մարդը տեսնի, որ իր քվեն տեղ է հասնում, որ իր քվեով տեղ հասած իշխանությունը ծառայի իրեն։ Հակառակ դեպքում, եթե իշխանավորը փող է ծախսում, որ նախագահ դառնա, կաշառքով է նախագահ դառնում, դատավորն էլ կաշառքով դատ է անում, ուսուցիչն էլ կաշառքով երեխա է սովորեցնում։ Ժողովուրդ ջան, մենք իսկապես տեսնում ենք, որ այս երկիրը պետք է դառնա զարգացած ռազմաարդյունաբերական երկիր, լուրջ մտավոր ունակություններով, նոր տեխնոլոգիաներով, ծրագրային տեխնոլոգիաներով։ Դուք գիտեք, որ մեր երեխաները ուսման հետ սեր ունեն, որ առանձնապես այս տարածաշրջանի ժողովուրդը, երեխաները լավ են տիրապետում մաթեմատիկային, ֆիզիկային, որ մեր երկրում կա հրաշալի դպրոցներ համապատասխան ուղղությունների, Երևանի պետական համալսարանն ունի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, պոլիտեխնիկական ինստիտուտն ունի ծրագրավորման ֆակուլտետ եւ կիբերնետիկայի ֆակուլտետ, առնվազն 3 այդ ուղղությամբ մաթեմատիկական թեկումով դպրոց կա, որտեղ մենք տեսնում ենք, որ այդ ապագա երեխաները, որոնք կարող են այդ ուղղությամբ զարգանալ, կարող են լուրջ օգուտներ բերել երկրին, ավելացնելով ուղղակի հարկերը։ Հակառակ դեպքում մեր երկրում անուղղակի հարկերը շատ ավելի շատ են, քան ուղղակի հարկերը։ Իսկ այդ ոլորտում տեղափոխելու խնդիր չկա, մարդը տանը նստած կոմպյուտերով ծրագիրը հավաքում է եւ ուղարկում։ Նյութ պետք չի, բայց հիմնական ուղղությունը, սիրելի ժողովուրդ, որով հնարավոր է այս երկրի իրավիճակը շտկել, որը հիմնական այս երկրի դժբախտությունն է, այդ աշխատատեղերի բացակայությունն է։ Ու հիմնական ուղղությունը, որը կարող է աշխատատեղերը լրացնել, բացել, դա արդյունաբերությունն է, թեթև եւ ծանր արդյունաբերությունը։ Մեր երկիրն ունի լուրջ հանքահունկային ռեսուրսներ, մասնավորապես գունավոր մետալուրգիայի առումով, ձեր տարածաշրջանում սև մետալուրգիայի առումով, որի հանքերը տարբեր մարդկանց սեփականաշնորհել են ու այդ հանքերը պարապ կանգնած են։ Ունի գործարաններ Չարենցավանում, Կենտրոնաձուլ ու Թուջաձուլ, որոնք կանգնած են ու թալանված, ուներ գործարան հաստոցաշինական, որտեղ վերանորոգում էին նախկին սովետական զինտեխնիկան, ու այդ գործարանն էլ այսօր կանգնած է ու չի աշխատում։ Ու երբ որ ասում ես ինչի չի աշխատում, ասում են, այսօրվա վարչապետն ասում է, որ կառավարությունը գործարաններ բացելու համար չի, կառավարությունը պիտի մթնոլորտ ստեղծի, որ գործարաններ բացվեն։ Ասում եմ, չեն աշխատում, որովհետև այսօրվա գազի գնով այդ գործարանների մետաղ ձուլելը ձեռնատու չի լինի։
Ժողովուրդ ջան, շատ ավելի կրկնակի ավելի թակ գազի գնով գերմանացին ձուլում է ու ստացվում է, ֆրանսիացին ձուլում է ու ստացվում է, անգլիացին ձուլում է ու ստացվում է, մեր մոտ չգիտես ինչի չի ստացվում, ինչ չի ստացվում, որովհետև մեր գազը կորում է, ըստ իրենց ցուցանիշների 140 միլիոն խորանարդ մետր գազ մեր երկրում կորում է, դա գումարով մեր այսօրվա գներով անում է 40 միլիոն դոլար, այդ 40 միլիոն դոլարից 20 միլիոնը մեզանից են վերցնում, իսկ այդ գազը չի կորում, ժողովուրդ ջան, այդ իրենց ընկերների, իրենց հարազատների գազալցակայաններում փող է դառնում ու գնում է իրենց գրպանը։ Ու դրա համար է, որ այս իշխանություններ, իսկ մենք ելդաշինքը, մենք մեր ծրագրում հստակ գրել ենք, որ գալու ենք, որ իշխանության եկանք, իշխանության գալուց հետո այդ գազի գինն էժանացնելու ենք ու էժանացնելու ենք կորուստների հաշվին։ Այդ վարչապետն ասում է, եթե կա մարդ, որը գիտի, թե գազի գինը ինչպես էժանացնել, թող ասի, մենք այդ խորհուրդը հաշվի կառնենք։ Իր նախկին տնօրեն, ռուսական Գազպրոմի նախագահ Միլլերը ասում է, նա ուղիղ մի երկու օր առաջ հարցազրույց էր տվել եւ ասել էր, որ Հայաստանում գազի գինը թանկ է, որովհետեւ Հայաստանի իշխանություններն են թանկացրել, մենք Հայաստանին էժան գազ ենք տալիս։ Թող իրենից հարցնի, այդքան տարի հետն աշխատել է։ Այդ նույն վարչապետը, եւ որ հարցրեցին, ասեցին, որ ինքն էր կառավարում, ասացին, որ Հայգազարդի 20%-ը պատկի դիմաց տվեց ռուսներին ու ինքն ասաց դա լավ գործարք է։ Ես էլ ասում եմ, եթե պատկի դիմաց սեփական գույքով փակելը լավ գործարք է, այդ դեպքում պարոն վարչապետ, դուք ոչ լույսի, ոչ գազի փող մի տվեք, տարվա վերջին պարտք մնացեք, թող կա ձեր տունը վերցնեն ու ասեք լավ գործարք է։ Ես ընդհանրապես չեմ հասկանում հանրապետական կուսակցության այդ մտածելակերպը, այդ մարդկանց ցանկը, որոնք խոսում են խաղի կանոններից փոխանակ օրենքներին հետևեն։ Այսօր էլ բերել են այդ մարդկանց բրենդ են դարձրել, նայեք ինչ սիմպաթիչնի տղա է, ընտրեք իրեն, նայեք իրենց եռյակը, այդ եռյակում ներգրաված մարդիկ ինչ կապ ունեն հանրապետականի հետ։ Ես Վիգեն Սարգսյանին ինչ ասեմ, իմ համար հանրապետականը Գալուստ Սահակյանն է, Աշոտյանն է, Շարմազանովն է, այդ մարդիկ գոնե իրանց կուսակցության թասիբին, որ կպտում ես կռիվ են տալի հետը, պատասխանում են լավ թե վատ, այսօր այդ նույն հանրապետականում այդ մարդկանց ասում են դուք փչացած եք, դուք մի գնացեք, ժողովուրդը ձեզ չի սիրում, դուք որ գնաք ձեզ ձայն չէ տա, թող գնա ասեք Վիգեն Սարգսյանը, Արփինեն, այդ կուսակցությունը ինքն իր մարդկանց փչացնում է, ու այդ ձեր հերթով փչացնում է երկիրը։ Ուրեմն, ինչպես ասում էր իմ ընկեր Արտակ Զենյալյանը, առաջին աղբար կգցեք հանրապետական կուսակցության քվեատերտիկը, առաջինը իրենց քվեատերտիկն է աղբար կղին արժանի։ Ժողովուրդ ջան, ասում եք, այ 9 կուսակցություններ են, եկել են, ամեն մեկը գալու է ձեր դուռը, կարող է ինձնից լավ ելույթներ ունենան, ասեն քվեն տվեք մեզ, ում ընտրեք։ Ժողովուրդ ջան, այդ քվեն տալու խնդիրը դուք պիտի ձեր սրտում մանգակ ու քննեք։ Արեք հերթով նայեք, ուզում եք հատ առ հատ նայեք։ Մի տվեք այն կուսակցություններին, ովքեր նախորդ ընտրություններում փող են բաժանել, կամ մուրաբա, ովքեր մարտի 1-ից հետո գնացել են Արտուր Բաղդասարյանի հետ, Սերժի ձեռը սխմել են ու ասել են ախպեր ջան, ինձ 3 մինիստրի պորտֆել տուր, քեզ շեֆ ասեմ ու ֆրֆրամ։ Մի տվեք այն կուսակցություններին, ովքեր այսօր փող են աշխատում ու հարստություն ունեն, որովհետև անհնարին է այս երկրում հարստություն ունենալ ու ընդդիմադիր լինել, ու դրա մեղավորների իշխանություններն են։ Երկուսը արանքից դուրս եկան, չէ։ Հələ 4-ը դաշնակցությունը ինքն ասում է, որ ինքը հանրապետականի հետ է։ Այսինքն դաշնակցությունն էլ ընդդիմություն չի, փոխբաժանողը ընդդիմություն չի։ Տակը ինչ մնաց։ Մնացին մարդիկ, ովքեր հոկտեմբերի 27-ին բարիկադների ուրիշ կողմում էին, երբ որ մենք դատվում էինք իրենք միջազգային ասպարեզներում արդարացնում էին, ասում էին, վայ Ռոբերտ Քոչյանը ճիշտ է արել, դա խուլիգանություն էր փողոցներում։ Մնացին այդ մարդիկ, իրենք են քվե ուզում։ Սրանք էլ դուրս եկան, դրանց ո՞նց ձայն տակ։ Դրանց որ ձայն տակ, մարտի 1-ի զոհվածի հարազատների աչքերին ո՞նց պիտի նայեք, կամ մենք իրենց հետ որ միավորվենք, այդ մարդկանց շիրիմներին ո՞նց են գնալու։ Մենք այսօր ապրում ենք, մեր ծնողների կողքին այդ մարդիկ չկան, այդ մարդկանց տունը սուք է, մենք այդ մասին պիտի մտածենք, թե չէ։ Գոնե բարոյական այսքան նկարագիրը պիտի պահենք, թե չէ։ Հետևաբար իրենք էլ դուրս եկան, տակը ինչ մնաց, կոմունիստներին հարգում եմ։ Տարեց մարդիկ են, իրենց գաղափարին նվիրված, այսքան պատմություններից հետո էլի չեն հրաժարվել։
Բայց կոմունիստները ժողովուրդ ջան չեն գալիս ես ասում մենք ընդդիմադիր ենք, մեզ քվետվեք։ Կոմունիստներն ասում են այս երկրում մեր ժամանակ լավ էր։ Մենք 5 տեղ ենք ուզում, 5 մանդատ, որ այդ ազգային ժողովում գնանք նստենք, իշխանության հետ աշխատենք, մեր գաղափարները առաջ տանենք։ Իրենք չեն ասում ընդդիմություն են, որ ես էլ իրենց բացատրեմ, որ ժողովուրդ ջան, իրենք ընդդիմություն են, իրենց ձայնին մի տվեք։ Էլ ինչ մնաց տակը։ Մնացածների մասով ժողովուրդ ջան, մնաց հակը եւ մնաց ազատ դեմոկրատները։ Ուրիշ բան չի մնացել, մեկ էլ մենք։ Այդ երեքի միջից իմ խորհուրդն է, ձեր քվեն տվեք հաղթողին։ Ով որ ունակ է հաղթելու, ում տեսնում եք որ հաղթելու ունակություն ունի, ում տեսնում եք որ խաղեր չի տվել, նամակներ չի գրել, այսինքն ձայնը տվեք ելքին, ձայնը տվեք մեզ, հակառակ դեպքում ձեր քվեն փոշիանում է, մի փոշիացրեք ձեր քվեն, սիրելի ժողովուրդ, կուսակցությունները շատ են, ելքը մեկը, հետևաբար, դուխով գնացեք ընտրատեղամասեր ամսի 2-ին, եւ ձեր ձայնը տվեք ելք դաշինքին, ելք կա,